Չէ, սենց է ինքը։ Դեր ավելի բիծկ է վարեինք, բայց ժամանակ չկա։ Չկա սակոյով անեմ։ Ոյ։ Բա մտածում եք հեշտ է այս խոհարարությունը, ուշ է պետք։ Դրա համար Վահագ Սակով ալյան պետք է միշտ։ Օգնել մեզի։ Գնացինք։ Բարի օր սիրելի երոստատիտող։ Այսօր պատրաստելու ենք շատ արագ պատրաստվող, շատ հեշտ պատրաստվող բախլավայի մի տեսակ, որը երբ որ զանգ եք ունենում եւ ասում են հյուրերը գալիս են, դուք եթե սարցախցիկում ունեք ֆիլոյի խմոր, շատ արագ հանում եք ու պատրաստում եք ու ունենում եք վերջնական եւ գեղեցիկ դեսկով քաղցր կամ աղանթեր եւ շատ համով։ Փշրված բախլավայի համար մեզ պետք է գես տուփ ֆիլոյի խմոր, գես բաժակ մանրված ընկույզ, գես բաժակ չամիչ, գես բաժակ ռիկոտա կամ կատնաշոր, դարչինի փոշի եւ դարչինի փայտիկ, 1 բաժակ գաթ, 4-5 ճաշի գտալ դնական յուղ կամ կարակ, չուր օշարակը պատրաստելու համար, շաքարավազ օշարակի համար։ Ուրեմն ինչ ենք անում, ըստեղ տեսնում եք արդեն ֆիլոյի խմոր կա, մեկ ինչ-որ բախլավա ենք պատրաստում ու հետո ֆիլոյի խմորը մի քիչ ավելանում է, կարող ենք դնել սարցախիցիկ ու հետո էսի պատրաստել։ Ուզում եմ ասեմ, որ մեր ֆիլոյի խմորները պետք չունենք տենց ինչ-որ միշտ ամեն անգամ շատ մեծ հոգատարությամբ նայում ենք, քանի որ պետք է սենց հանենք մեկ-մեկ եւ պատրենք։ Իսկ պատրելուց առաջ մի հատ այսպիսի դարա կամ Pyrex կարող ենք բերել մի թեթև յուղից դնում եմ ամենաներքևում ու մի քիչ այսպես եմ անում ու սկսում եմ մեր ֆիլո խմորները բադրդել այսպես բադրդում եմ ու շարում եմ բադրդում եմ ու շարում եմ Այդքան հետաքրքիր է, որ ինքը ոչ կուզե չափապաժին, ոչ կուզե ինչ-որ սիմետրիկություն, այսինքն պետք չունի, սենց գես խելքով էլ կարող ես պատրաստել, այնքան հեշտ է։ Եվ ամենավերջին շերտերն եմ պատրում ու ավելացնում։ Այստեղ ունենք կարակ, որը հալեցրել ենք եւ մի քիչ կարակ ունենք։ Ավելացնում եմ գաթ, լավ խառնում եմ։ Մի հատ լավ խառնում եմ եւ վստահում եմ, որ այդ ամեն խմորները ստացել են ինչ որ եւ գաթից եւ յուղից։ Տեսնում ենք հետ չոր բան չկա։ Ու ուղարկում ենք ջրոց։ Եփում ենք 180-ից 200 աստիճան եւ 20-ից 25 մաքսիմում 30 րոպե արավելակույնը, քանի որ պետք է ինքը տենց խրխրթան դառնա կարմրի ու հետո իրեն վերցնենք ու փշրենք։ Այսինքն այս բաղադրատոմսը փշրելով փշրել է։ Այստեղ հավաքում ենք, մի հատ օջարվում ենք սավայով ու հետ ենք վերադառնում։ Դեից սիրելիներս, արդեն մեր խմորը մի քանի րոպե կուզեւ որ կարմրի լավ, ես մի քիչ սոթե կամ տապակելու եմ մեր ընկույզը ճամիչով։ Մի քիչ ուղղակի սինամոն եմ ավելացնելու, այսինքն դարչին։ Ավելացնում եմ մի քիչ ընկույզ, մի քիչ ճամիչ եւ դարչին, այսինքն դարչինի փոշի։ Իսկ եթե դարչին, ապա մարանիկ։ Ինչ լավն է հոտը մարանիկին։ Ասում է մարանիկը ընդրյալ հադիկ, մարանիկ, համի կախնիկ։ Հույսով եմ նայոներն էլ համամիտ են, քանի որ երբ որ որակով է լինում ապրանքը, ընդրյալ է լինում։ Այսպես մի քիչ լավ տակացնում ենք, որովհետև չենք ուզում շատ կարմրացնել կամ այրել, ուղղակի մի քիչ իրանց տակացնում ենք, այդ համերը իրար հետ ամուսնանում են ու մի թեթև սենց տապակվում են։
Քանի որ այսպիսի բաներ եթե շատ ենք տաբակում, ինքը դառնում է լեղի կամ դարը։ Դարը բարը ես Հայաստանում եմ սովորել, ես միշտ գիտեմ լեղի կամ քաղցր։ Ստեղ որ եկել եմ, ասել են սուրճը ինչպես կուզես տարը, ասում եմ ինչս էլ է դարը։ Հետո իմացել եմ, որ դարն լեղի է, բայց զգացել եմ, որ լեղի բարը այստեղ շատ չի օգտագործվում։ Մենք գիտեինք լեղի, բայց հիմա արդեն գիտեմ եւ լեղի եւ դարը։ Իդեպ հիմա այս չամիչները տեսա եւ հիշեցի, որ Sweetnell-ն արդեն ունի շատ համով պաստղներ, շատ համով սուջուխներ, որը կարող եք ձեր սեղանները կամ ընդհանրապես եթե սիրտերնիդ ուզում եք քաղցրավենիք ունենալ եւ հյուրասիրել կամ նույնիսկ հյուրության գնալ եւ տանել, կարող եք Sweetnell-ի համով սուջուխները կամ պաստղները վայելել։ Դե իհարկե չամիչ տեսա եւ հիշեցի, որ ինքը խաղողից է պատրաստվում, ու եթե խաղողից է պատրաստվում, հիշեցի, որ խաղողից եւ պատրաստում ենք քինի, եւ մենք եթե քինի ենք ասում ենք քարե քինի։ Հիշում եք, մենք շատ ենք սիրում քարե քինին եւ մեր բոլոր արիտներին քարե քինի ենք խմում, դուք էլ կարող եք, եթե դեռ չեք փորձած, կարող եք շուկայից կամ մարքեթներից վերցնել եւ վայելել։ Ինձ կգրեք, եթե հավանել եք, ես շատ եմ հավանել։ Կարմիր հայկական քինի քարե։ Մի քիչ ենք սոթե անում կամ բտաբակում, արդեն պատրաստ կլինի։ Ես մի կողմից նայում եմ խմորը, ինքը խմորը պետք է լավ կարմերի, որովհետև ես երբ որ վերջանա, հետ որ բերեմ, իրան պետք է սենց փշրտեմ։ Ասեցի, չէ, շատ հեշտ է պատրաստվում։ Ես գիտեմ, որ ինչ որ պատրաստում եմ, նույնիսկ լինի ավանդական ու շատ դժվար, ես դենց եմ ներկայացում, որ դուք ասեք, վայ, ես ինչ հեշտ է ու պատրաստեմ, որովհետև ես ստեղ եմ, որովհետեւ ձեզ ոգեշն չեմ, որովհետեւ դուք միշտ պատրաստեք համով ուտելիքներ ու քանի որ մենք համի գաղտնիքն ենք, մենք ձեզ ասելու ենք բոլոր գաղտնիքները ճաշ պատրաստելու։ Դրա համար չմոռանաք ամեն օր մեզ նայել ժամը 9-ին եւ ժամը 17:00 Կենտրոն TV-ի եթերում։ Իսկ եթե բաց եք թողում, կարող եք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին եւ բաց չթողնել ոչ մի բաղադրատոմս։ Մենք արդեն էսի պատրաստել ենք, մի կողմ եմ դնում, որ մի քիչ cool լինի, այսինքն մի քիչ բաղի, ու արդեն նայում եմ խմորը պատրաստվում է։ Դե ինձ սիրելիներս, մեր խմորը արդեն պատրաստ է, կարող ենք ջերոցից դուրս հանել։ Իսկ հիմա մի հատ վերցնում ենք պատարագաղ ու սկսում ենք սենց գդրատել։ Այսպես լավ փրթում ենք ամեն խմորները։ Այսինքն այսպես փշրում ենք, մարացնում ենք։ Իրականում ես ընդհանրապես դանը մի քիչ սպասում եմ բաղի եւ հետո անեմ, բայց հիմա քանի որ դակ է, ուզեմ չուզեմ այսպես եմ անելու։ Հանկիստ կարող եք կարմրացնել, որպեսզի չորանա։ Բերում ենք մեր ռիկոտան կամ գատնաշորը, բերում ենք մեր ընկույզով չամիչը եւ բերում ենք մեր օշարակը, որը պատրաստել ենք։ Մի քիչ այսպես խմոր եմ ավելացնում։ Իրականում շատ խրխտան ու համով է լինում, դուք չեք պատկերացնի, ուտելուց հետո ասում եք, oh my god, աստված իմ, այս ինչ հեշտ է պատրաստում, այս ինչ համով է։ Մի քիչ ցերկով սենց փշրդում եք։ Այս առաջի անգամ որ արել եմ, ասել եմ, որ վայ, էլ ուրիշ քաղցր չեմ անի, չեմ հոգնի, արագ կանեմ ու բոլորին կհակեցնեմ։ Հիմա ավելացնում եմ չամիչով ընկույզը։ Մի քիչ մեր գատնաշորից կամ ռիկոտայից սենց փշրում ենք։ Մի քիչ էլ այս սրանից։ Ու վերջում մի քանի հատ էլ փշրում ենք մեր խմորներից։ Այսինքն մոտավոր այսպիսի մի բաժակ եք ստանում։ Իսկ հիմա ավելացնում ենք օշարակից։
Դե արդեն պետք է փորձարկենք։ Այսօր այս ժամերուն ընդհանրապես եմ իմ սիրտը սիլի մանգոն ա ուզում, բայց այսօր այս քաղցրությամբ եմ ուրախանալու։ Ոչ թե եթե այս չի լիներ այսօր, հիմա սիլի մանգո կխմեի։ Ուտում ենք։ Իրականում այնքան խրխտան ու համով այդ ամեն ինչի իրար հետ տենց կատնաշորը, ռիկոտան ու չամիչը, ընգույզը, դարչինը իրար հետ շատ լավ ամուսնացած ու վրան ավելացած մեղմ օշարակը իրականում շատ համով է։ Դուք էլ պատրաստեք անպայման ու վայելեք այս համովությունը ու չի մոռանաք, եթե ունեք պետք կամ ունեք ինչ-որ դան մեջ վարակույրների պակասություն, անպայման թիմեք իրիսին և ունեցեք գեղեցիկ և որակյալ վարակույրներ։ Իսկ մենք կհանդիպենք վաղը։ Բարեխորժակ ցտեսություն։